Ողջույն բոլորին։ Հիմա գրվում է իմ նոր գրքի 4-րդ ստեղծագործությունը ու շատ հետաքրքիր բան ա ստացվում, շատ խորը, շատ մթնոլորտային, շատ խորհրդավոր, մի խոսքով մի այնպիսի բան, որ անդադ կարելի է բնութագրել ու բնութագրել։ Սա մի լեգենդար դարաշրջան է իրոք, էրա, հայերեն դարաշրջան։ Ու ես վստահ եմ, որ մենք շատ ենք առաջ գնալու։ Ես հիմա մեր Հայաստանում տենց քննադատներ չունեմ, ես ունեմ, ասենք, Ռուսաստանում ունեմ։ Ռուսաստանի քննադատներս իրենք այստեղ ոչ մի նացիզմ, ոչ մի բան չկա։ Սա ուղղակի տենց ստացվել է, որ հիմա իրանք այնտեղից են լինեին Հայաստանից, կասեի, որ Հայաստանի այդ քննադատներս, որոնք այդպիսին են կամ Ամերիկայից։ Ուղղակի պատճառը այն է, որ իրանք այդպիսին են, ստեղ ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում, որ իրանք Ռուսաստանից են, ռուսաստանցիներ են, ռուսներ են եւ այլն, սլավոններ են, չգիտեմ, ֆինո-ուգորներ են։ Տեսեք, իրենք ոչ adekvatներ են, ոչ adekvat մարդիկ են։ Մարդիկ իրանք գիտեք ոնց իրանք հորինում են ինչ որ մոգոնում են, ասենք դե այնց ոնց որ իրանք դիտավորյալ չեն անում կամ գուցե ինչ որ տեղ դիտավորյալ են անում, որ sense հա մենք էսի sense հորինում ենք մեր մեջ, բայց sense բանը հիպոթեզ է ստացվում, հա, գուցե դա ճիշտ է, մի հատ ստեղծենք այս հիպոթեզը, այս թեորիան, տեսլականը, բանը ու sense գանք դրան մտածենք, սա կարա ճիշտ լինի, թե չէ։ Այսինքն բաներ են հորինում իմ մասին ու ոչ միայն իմ մասին ու հավատում են դրան, հասկանում եք։ Պապիս եկավ։ Օրինակ, որ ես ժիվադյորեմ, չգիտեմ, убийца եմ, հենց մարդաց բան չենի։ Այսինքն իրանք հորինում են ու հավատում են իրենց իսկ բաներին։ Այն պահին սիրուն դեմք ունեի, պապին եկավ դե անպայման sense պատերազմը գնում է, չէ։ Ես պահպանում եմ, բայց ինքը չէ, հələ այդ մինչև այդ սեղմելը Ես իմ սենյակում եմ, այն իմաստը, որ ես տեղ եմ մնում, ոնց որ դառել է հիմա, այտենց էլի, առաջ հյուրասենյակի մաս էր, մինչև այդ էլի առանձին սենյակ էր, սենց, իսկ պապին դալանից մտավ, դե չգիտեմ, մինչև դալանը դուրս նայել թե ոնց պիտի որովհետև դալանում տենց բան չկա էլի ոնց անել, ինքը ոնց ավելի շուտ դրսից է գնացել դալանից էլ մտավ Միջանցքից էլ մտավ դալանից մտավ տուն Միջանցքից էլ մտավ տատի ու իր սենյակ, իր ու տատի սենյակ։ Գիտեք, մարդիկ կան, որ կարան ասեն բանը, բան չի ասում։ Գիտեք ինչ կա, ձեր մոտ է
սենց բաներ կան էլի, գաղտնիք ասենք ինչ-որ, հետի այնպես գաղտնի բան չի, ոչ էլ իմ համար այնպես բան է, որ ես չեմ ասում թաքցնում եմ։ Օրինակ իմ անդրոգեն լինելը դա իմ երևակայությունը չի, դա հիպոթեզ չի, դա տեսլական չի, թեորիա չի, դա փաստ է, փաստ, այն որ ես անդրոգեն եմ, դա փաստ է, բացի այդ, ես ոչ միայն անդրոգեն եմ, ես հավանաբար ավելի եմ ֆեմինային, սենց ասեմ, հայերեն չասեմ, որ չսկսվի է, սենց ասեմ, ֆեմինային, պես որ չեմ հասկանում այն ռուսաստանցիներին, որ ասում են, ինչ անդրոգեն, ինչ ես դու խոսում։ Ուղղակի բանն այն է, որ իրենք ինչքան ես ուսումնասիրել եմ, ինչքան ես հետևել եմ, ես հայտնաբերել եմ այսպիսի բան, որ հետաքրքիր է, էլի, հետաքրքիր բան եմ սենց հայտնաբերել, լսեք ուրեմն։ Կայանում է նրանում, որ իրենք որ ասում են տոլկում չգիտեն, չեն հասկանում, չեն գիտակցում, դրանցից մեկը կոմբո կամ բոլորը իրար հետ ինչպիսին է տղամարդու հենց տղամարդկային մասկուլ բանը արտաքինը կամ տղամարդկայնությունը, այսինքն մասկուլայնությունը, այսպես ասեմ, ու ինչպիսին է կանացիությունը, թե արտաքինին է վերաբերում, թե առհասարակ նույնը տղամարդկությանը, տղամարդկայնությանը, մասկուլայնությանը, թե արտաքինին, թե ընդհանուր է վերաբերում ամեն ինչին ու առհասարակ ու ընդհանուր, թե տղամարդկայնությունը, տղամարդկությունը, ասենք ոնց է մասկուլայնությունը, թե կանացիությունը, ֆեմինությունը, ֆեմինայնությունը։ Ուրեմն իրանք ոնց որ նկարում են, ասենք տղամարդկանց, հիմա տղամարդկանց վերցնենք, տղաներին, այնտեղ կա շատ սենց գիտեք ոնց բանի կանացի էլեմենտներ, հիմա ասենք կարան գան ինձ ասեն, որ տղամարդիկ է կարան, բայց գիտեք ոնց ես նկատի ունեմ տիպիկ տղամարդկային արտաքինը, վերջի վերջո կա, չէ, տիպիկ տղամարդկային, տիպիկ կանացի, չեն նկարում իրանք, դա ասենք իրանք լավ գրեթե միշտ կամ շատ դեպքերում իրանք տղամարդուն նկարում են կամ տղային սենց մի ձևի կանացիոտ, սենց ասեմ, ֆեմինոտ են նկարում, իսկ աղջկան կնոջը նկարում են այնպիսի դիմագծերով են նկարում, կասես էսի ինչ-որ սկանդինավյան սենց մուժествիներ են, վիկինգ են, ինչ-որ են, որ ռեյխ են, որ սենց բան արել։ Դա ավելի ոչ թե ավելի շատ, դա անդրոգեն կին է, ես չեմ ասում կին չի, բայց ոչ էլ կարամ ասեմ, որ տիպիկ սենց ֆեմինական կամ ուղղակի հենց գիտեք ոնց ուղղակի ֆեմինական, ոչ, դա անդրոգեն կին է, այնտեղ ինենց տղամարդկայնություն են իրանք նկարում, ուղղակի իրանք չգիտեն տղամարդը ինչ տեսք ունի, կինն ինչ տեսք ունի, կոպիտ ու սենց ընդհանուր ասած, տոլկում, դրա համար էլ իրանք չեն ջոգում իմ անդրոգենությունը ինչում նա կայանում ու ֆեմինությունը, որովհետև իրանք նորից եմ կրկնում, չգիտեն տիպիկ ուղղակի ֆեմինությունը տենց որն է, էլի,
որ մի հատ իմ մեջ տենար այն ժամանակ որ ես տենց ընդունված թեորիայով տղամարդ եմ, էլի սենց ասեմ, ընդունված տեսլականով։ Հիմա այդ տղամարդու մոտ, թեև այս տղամարդու մոտ այդպիսի բաներ ա, հա, ոնց, մի հատ էլ իրանց մոտ ես ռոդ եմ, ես եմ, են եմ, տենց բաներ ա, ուրա, կա, բայց իրանք չեն տենում, որովհետև իրանք չեն հասկանում էդի որն ա, մի հատ էլ իմ տղամարդկային իրանց ընկալումն ա խանգարում իրանց, մի հատ էլ ինչ-որ տղամարդկային գծեր, եթե ես ունեմ, դե ինչ-որ տեղեր կան, ոնց որ կամ կլնեն ես նման ամենայն դեպս կան, ու էդի այնպես բան ա, որ կանանց մոտ էլ կան, սենց այսօր ասի մի քիչ սենց կիսվենք սենց, գիրքը լինելու է, ամեն ինչ լինելու է, այնպես չմտածեք, որ բանը 25 թվի մայիսի 20-ին բանը հելավ, բանի վերահարյությանը հելավ ու տենց մնաց, էլի բանը, հա, հիմա այս բանն ա, ճաքած աշխարհներն ա, ու հետո սենց բզբզալու ենք, ասենք ինչ-որ բաներ են հելնելու, բանն ա հելնելու, մթութաբանն ա հելնելու, ոչ, այն էլ ոնց աշխատանք ա գնալու, ու այդ պրոյեկտների վրա էլ այդ գրքերի եւ այլն ստեղծագործությունների, թե մթութաբանի վրա, թե հրապարակի վրա, թե Սանտքիբերագրքի վրա, Սանտքիբերայի մասին, թե դե մինչև այդ Սանտքիբերիա, մինչև հիմա էլ տենց մնացել այն չի, ես վերցրել փոխեմ, բայց որ էդի փոխվել ա դառել ա Սանտքիբերա, արդեն հասկանում եք, այն էլ ա ոնց որ արդեն Սանտքիբեր ա դառնում, ինչ որ լավ չեմ կարող ասեմ ինչ որ իմաստով արդեն հա, չնայած հա, որտեվ ես էդի անպայման ինքը այդ բանից ա, երկրի անվանումից ա էթում բխում, ու եթե դարավ ուղեցի ոնց որ շտկեցի, ուղեցի Սանտքիբերա, ուրեմն всё, լինելու է Սանտքիբերա, հա, բանը այն մյուս գիրքը ոնց էր կոչվում, դե լիմինալ տարածությունների պահով ասենք, եւ այլն, Արիության Ախոյան գիրքը, ես գրում եմ, ես զբաղվում եմ այդ ամեն ինչով, մնացած ամեն ինչն էլ բոլորն էլ լինելու է, այնպես որ սպասեք, հա, ես հասկանում եմ, ինձի կարան քննադատեն, ինձ ինչ ասես կարան ասեն, դու չգիտեմ, գոմիկ ես, տրանս ես, էն ես, բայց ասեմ իմանաք, որ ես LGBT ոնց է կոչվում համայնքի հետ, չէ, ես այնց իրանց հետ կապեր չունեմ, բայց ասենք եղել ա ունեցել եմ, էդի Տելեգրամով, մեկ էլ Իոնա Կոսուլյան, մեկ էլ բանը, ասենք եղել ա, չեմ, ոնց որ հա, ինքը աղջիկ, ինքը իրան աղջիկ էր ճանաչում, այնպես որ նորմալ է, ինքը շատ էր էլի սենց աղջիկական հենց, ու ոչ թե ֆեմինային իմաստով, այլ հասկանում եք, ու ինքը տենց չէր ասում, ես աղջիկ չեմ, բան, կարող է ինչ-որ բան ասել, մի խոսքով, իրա հետ, այն Էլիս Նոյեր, Յուլիայի հետ, մի խոսքով, ես իրանց հետ այնեն ոնց բախումների մեջ եմ եղել, թարցվել եմ ու նույնիսկ բախումների մեջ եմ եղել, ես իրանց հետ, ես LGBTQ պլյուս համայնքի հետ լավ չեմ, ես իրանց հետ չունեմ,
այն պատճառով, որ իրանք որ ասում են բանը ущемлять, այ իրանք ինձ են ущемлять անում, իրանք մեզ են ущемлять անում, իրանք երբ որ իրանք կամ իրանց նմանները մեր հանդեպ բաներ են անում, օրինակ ֆեմինիստուհիները, ռադֆեմ եւ այլն, ռադֆեմ առանձին ասեմ, էլի ֆեմինիստուհիները ստորակետ ռադֆեմ եւ այլն եւ այլնից էլ առաջ էլ երևի բան ոնց է կոչվում ստորակետ ոնց որ ես ուրեմն իրանք կամ էտա ամեն ինչը կամ առհասարակ ուղղակի ուրիշները, հա, որոնց իրանք պաշտպանում են կամ չեն պաշտպանում, լսեք, որ ուրիշները մեզին բան են անում կամ իր թվարկածից։ Իրանք չկան, իրանք ոչ մի բան չեն ասում։ Իրանք տենում են, ասում են մեր գործը չի, գնացեք ոնց որ Իոնա Կոսոլյան, գնացեք անձնական հաղորդագրություններով հարցը լուծեք։ Բայց երբ որ դու այդ մարդկանց տեղն ես դնում, ովքեր քեզ նեղացում են, ասում են դու ասում ես, դու էլ իր ասում։ Դե ոնց որ քո վրա հարցակվում են, կրակեն քեզի, դու էլ կրակես, այնի ասի դու էլ իր կրակում։ Բա ին վրա են հարցակվի, բա ինչ անեմ։ Կանեմ ասեմ, տես ինձ կրակում են։ Տես ինձ կրակում են։ Դու ես ինձ շատ մաթեմատիկաս ես արդեն բանը, սա ամբողջ կրծքավանդակը կրակված է։ Cracked Worlds անգլերեն իմ ճակաճ աշխարհներ գիրքը տենց է կոչվում։ Իսկ ալբաներեն կոչվում է Botera de Plasaritura կամ Plasaritura։ Չգիտեմ, այնտեղ թե տին Botera-ին էլ բանը տին էլ Plasaritura-ին էլ չգիտեմ, այնտեղ տեյա թե թեյա։ Այդ կարգի ես ալբաներենը չգիտեմ։ Տենց հստակ չգիտեմ այնտեղ տեյա թե թե։ Իրանք տենց են, հասկանում եք։ Ոնց որ ու սենց բաներ կա, քեզ էլ մեղավոր անեն ցնել, այնի մեղավորը դու ուժացնես, դու անմեղ ես, բան, դու ճիշտ ես։ Վայ, գոնե ինչ որ ձև քեզի պիտի պաշտպանեն։ Բայց ինքն էլ է, տես ինքն էլ է բան արել, պատասխանել է նրա։ Թեկուզ պատասխանա, բայց տես ինքն էլ է ինքը սենց կոշտ վերցե բան, կամ ինքն էլ է նույն ձև էլ է բան արել։ Չնայած է տենց մի խոսքով բան ունեմ ատմասկա արդարացում բան իմ որ ասում առիթ տենց բաներ դու էլ ես բան արել դու էլ այստեղ կապ չունի ինչ նկատի ունի ինչ ես արել բան դու էլ այնպես որ ռադ քեզի հայհոյում են դու այդ մարդուն վերցնում ես դտարով սկսվող ու նտարով վերջացող եվրոպական տերմինով հայհոյում ես որպես իրան դες անպայման չի էլի որ դու իրեն լուրջ ես այդպես անվանում ուղղակի համեմատության նման մի բան է համեմատություն էլ չէ նույնիսկ էդ չէ հիմա տես ես անվանում ոնց որ ինչ որ մեկին անվանեն առյուծ ինչ որ քաջության համար բան բայց նույնիսկ այդ քաջության մասով ինքը կարասկի առյուծ չլինի այսինքն չէ ինքը լինի քաջ բան բայց առյուծի պես չէ հասկանում եք հենց առյուծի էլի այդ կարգի կամ նույնիսկ մոտ սենց քեզի վերցնում ասում են էդի էյբլիզմա Դե էյբլիզմ չի, էյբլիզմը երբ որ հիվանդության համար մարդուն ձեռ են առնում։ Այդ էյբլիզմը
այդ տղեն Ալեքս կոչվող, որին հանդեպ ես ableism եմ արել, ինքն էր իմ հանդեպ ableism անում այնքան անգամ, որ ես հաշվեմ, դու կծերանաս երևի։ Անգամ եթե ծերանալու չի, դու այնց կթսկնես այտենց ալիքից մի հատ էլ այդ քո վիճակով, այնպես որ ու ոչ միայն դու, այլ նրանք, ովքեր քո հետ էին։ Մի խոսքով, այսպես բան էր, պաշտպանվողը սխալ է, էսա էլի։ Չեմ հասկանում ինչի այդ դեպքում բանը Լեհաստանին բան չեք անում, էլի որ այն էլ էր պաշտպանվող, իրան սխալ չեք անում։ Չէ, Գերմանիային ճիշտ չէ, բայց Լեհաստանին սխալ, այսինքն ոնց որ իմ հանդեպ եք անում։